հոսանքի գումարը փոխհատուցել եք, որ հիմա այս սուրբ պայմաններում վերանորոգում են կատարում ու ստիպված են տաքացնել եւ միայն դրան է կապված չէ, վերանորոգված է կահավորած այս խողովակների պայթյունի հետևանքով ստիպված ջեռուցում են, որ նույն խնդրի առաջ չկանգնենք մյուս հարևաններին։ Բանը այն, որ մենք տարեվերջին այդ պարտավորությունը ստանձնեցինք, դա վերաբերում էր միմիային շահագործվող բնակարաններին, բայց որտեղ ենթադրում է շինարարություն իրականացնելուց միշտ ջեռուցվում է, եթե դուք անգամ գաք, չգիտեմ, գազամատակարարում ասենք թե ունենք եւ դուք բնակարանում վերանորոգում եք անում, դուք այդ ընթացքում քանի դեռ չեք ավարտել այդ խողովակաշարեր կացանել, մեկը ինչ որ էլեկտրական սարքերի միջոցով է դրանք տաքացվում պրակտիկայում, բայց ամեն դեպքում սենց ասեմ, այդ հարցը սենց վերջնականապես փակված չի, բայց այս պահին կոնկրետ դրա հետ կապված չեմ կարող կոնկրետ բան ասել, էլի։ Վերանորոգված ենք վերցրել, որևէ խնդիր չունենք ջեռուցելու, ոչ էլ այնտեղ վարպետներ ունենք, ուղղակի քանի որ նման խնդրի առաջ են կանգնել, հունվարին ամբողջը ջեռուցել ենք, աշխատանքից հետո մոտենում ենք, տեսնենք որ երբ որ վերջնական ինչ որ որոշում ունենանք, լրացուցիչ կտեղեկացնենք։ Հարցը հասկանալի է, եթե տրամաբանական հարցը մենք չէինք էլ գնա այդ հարցի քննարկմանը, էլի, ուղղակի մենք հիմնական հարցին լուծում տվեցինք, հիմա արդեն երկրորդ, երրորդ դրանից բխող խնդիրներն են, ինչ որ մի բան որ լինի կտեղեկացնենք։ Հունվարի 30-ին դիմում ա ուղարկել էլեկտրոնային փոստով, հեսա խնդրում եմ ծանոթացեք Արսեն ջան, ու մնացել անպատասխան։ Դե տեսեք, հիմա նորից ասեմ, էլի, սենց նամակներ մենք ստանում ենք, բայց նաև ստանում ենք կոլեկտիվ նամակներ, հա։ Մենք Քախշին ձեր կողմից ուղարկված այս նույնաբովանդակ գրությանը երևի նախորդ ուրբաթ օրը պատասխանել ենք, ես չգիտեմ իրանք հասցրել են ձեզ տեղակ պահել թե չէ, բայց այն նամակը, որ մենք ստացանք հարցադրումներով, էլի մեծ թվով ցանկով շահառուներ էին, հիմնական հարցադրումներով անմիջապես պատասխանել ենք։ Մեզ հավաստիացրել են, որ մինչև հունվարի 31-ը ամեն ինչ անելու են ձեզ հետ համատեղ, որպեսզի գազի խնդրին լուծում տրվի։ Մենք սպասել ենք այդ ամբողջ ողջամիտ ժամկետը ու ամսի հունվարի 30-ին, քանի որ դա ուրբաթ օր էր, ձեզ դրությամբ ուղարկել ենք այնտեղ լուծված ա եղել բոլոր 100-ից ավելի շահառուների տվյալներ, ովքեր որ միացել են այս դրությանը, եւ ասենք, որ այս դրությունը մնացել է անպատասխան։ Նույն նամակը Քախշին մեջ եք ուղարկել։ Չէ, այս նամակը տեսեք, Քախշինը իր մասով պատասխանել է, դուք ասում եք, որ դուք տեսեք, դուք Քախշին չեք, դուք տարբեր մարմիններ եք, հա։ Քախշինը իր դրություններին պատասխանում է, մենք բոլոր դրություններին Քախշինից պատասխան ենք ստացել։ Դուք քիչ առաջ մենք դրսում լսում էինք ձեր խոսքը, հա, ու այնտեղ ասվեց, որ բնակիչների դրությունները երբեք անպատասխան չեն մնացել, ասեն, որ այս մեկը, որ մենք պահանջում ենք սույն դրությունը ստանալուց հետո առավելագույնս 2 օրացության օրվա ընթացքում մեզ տրամադրել գրավոր պաշտոնական պատասխան, որտեղ կնշվի, հա, ու այստեղ մենք սա ձեզ կփոխանցենք ինքներդ կծանոթանաք արդեն։ Այսինքն մենք սա ինչ ենք դրել, հա, որ մինչև հունվարի 31-ը պետք է գազի խնդրին լուծում տրվել, չի տրվել։ Մենք հունվարի 30-ին որպես աշխատանքային օր, ուրբաթ օր, այս դրությունը արդեն ձեզ ուղարկել են խնդրանքով, որ մեզ համապատասխան ժամկետում, քանի որ դուք արդեն մինչև ամսի 31-ը չէիք պատասխանել, դա մենք 2 օր ժամկետ էին սահմանել։ Այս դրությունը մնացել է անպատասխան։ Խորհրդան, այս մյուս մեկը այստեղ ունենք եւս Քախշին կոմիտե եք ուղարկել։ Բայց մենք իրանցից կոլեկտիվ նամակ ենք ստացել նույն հարցադրումներով։ Ինչ հարցադրում է դրա մեջ։ Գազի հետ կապված հանձնելու եւ այլն, էլի։ Քախշին մենք բազմից ենք ուղարկել, նախ ասեմ, որ Քախշին չենք ուղարկել, մենք ուղարկել ենք վարչապետին, վարչապետի կողմից մարտադրվել է Քախշինին, էլի գազի խնդրով, սա նույն բովանդակությունը չունի, իհարկե թեման նույնն է, առարկա նույնն է շոշափման, բայց նույն բովանդակությունը չունի։ Այստեղ ունենք նոյեմբերի, ուղղակի հիմա նոյեմբերի քարիսին է սա։ Նոյեմբերի 11-ին ունենք ձեզ ուղղված նամակ, էլի կցված շահառուների տվյալները, 100-ից ավելի շահառուներ մասնակցել են այս դրության կազմանը, ուղարկել են սա մնացել եւս անպատասխան։ Ես ճիշտ ասած լսեցի նաեւ, որ դուք ասեցիք անտեղյակ եք եղել, որ Քախշինը կազմակերպել է մեր խնդրանքով երակոմ, մենք ի սկզբանե խնդրել էինք հարակողմ հանդիպում, բայց Գազպրոմը չմասնակցեց, որովհետեւ ինքը հետեւյալ դեպքում սուբեր չի հանդիսանում։ Եվ ունենք հեսա Քախշինից պատասխանը, որ
Հարցի քննարկման նպատակով դիմումատու շահառուներից մինչև 10 անձի հրավիրում եմ ընդունելության 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 15:00-ին։ Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ընկերությունը նույնպես կտեղեկացվի վերջինիս մասնակցությունն ապահովելու նպատակով։ Ընկերությունը դա Or Development-ի մասին է խոսքը, բայց չէ, մասին անկեղծ մենք տեղեկացրեց, որ Or Development ռազմակերպությունը մերժել է եւ չի մասնակցել։ Մասնակցություն չի ունենա։ Քաղաքինը մեզ այդ օրը տեղեկացրեց, որ ընկերության սեփականատերը պատվարժան Պարոն Օվդուխանյանը մեկ օր առաջ է գնացել այնտեղ։ Ներկայացուցիչ մեկ օր առաջ է գնացել։ Հանդիպումը տեղի է ունեցել, դրա համար ասում Պարոն Միրզոյան, ամեն հարգանքով քաղաքին մենք դիմել ենք, որպեսզի երրակողմ կլոր տեղանի շուրջ նստենք, այս Եթե հասկացանք, էլ շարունակենք այստեղ։ Բայց ներողություն, ես հանդիպման մեր սեփականատերը հիմնարկի տնօրենը գնացել է Քաղաքին այդ հանդիպմանը ներկա եղել, որ դրան պիտի հաջորդեր հաջորդ օրվա մյուս հանդիպումը, անկեղծ ես էլի եմ ասում, այդպես խնդիր չկա, մենք չհանդիպելու չուզենայինք, ոչ ձեզ այսօր կհանդիպեինք, ոչ դրանից առաջ կհանդիպեինք։ Իմիջիալով ձեր ասած այդ նոյեմբերի գրությունից հետո, եթե ես չեմ սխալվում, ստեղ էլի հանդիպում է եղել։ Այսինքն այնց չի, որ այդտենց մնացել այդ նույն հարցադրումներին Ձեր տնօրենի մոտ խնդրել են պարոն Առաքելյանի հիշում եք այսօր խոսում էի, ասի պարոն Առաքելյան, քանի որ այսպես տարբեր տեսակետներ ենք լսում, եկեք այդ հանդիպումը կայանա, մենք ձեր տեսակետը լսենք, դուք ասեցիք չէ, մենք չենք ուզում Գազպրոմի հետ հանդիպել չենք ուզում։ Այստեղ մոտ 15-20 օր առաջ պարոն Առաքելյան։ Պարոն Միրզոյան, ներողություն եմ խնդրում էլի, ես ներս եկա մեր դրսի բնակիչների հորդորով, որ շնորհակալություն հայտնեմ լրագրողներին, հարգելի լրագրողներ, եթե դուք չգայիք, մենք այս ինֆորմացիան չենք ստանա։ Անկեղծ, սա իմ բառերը չեն, սա ներողություն եմ խնդրում։ Մենք ուղարկել ենք այդ ինֆորմացիան։ Ես հարգանք ունեմ ձեր հանդեպ, բայց սուտակ ավարտել։ Շնորհակալություն։ Եթե դուք չգայիք, հարգարժան գործընկերներ, բնակիչների խոսքն եմ փոխանցում, մենք այս ինֆորմացիան չենք ստանա։ Նաև բնակիչները խնդրեցին փոխանցեմ այն հանգամանքը, որ այո, ունեցել են կոմունիկացիոն խնդիր ձեր հետ։ Ես անդամ չեմ ունեցել ձեր հետ։ Փառքասո։ Բայց բնակիչները շատ են ունեցել։ Եղել են գրություններ, որ մենք քանի անգամ գրվել են, թողվել է ձեր կողմից անպատասխան։ Գրությունները կարող ներկայացնեն։ Այսինքն պարոն Միրզոյան ջան, այն դետալը, որ դուք ասում եք, բաց ենք, բարձ ենք, շփվում եք, կարող է մասնավոր շփումներում, բայց գոնե բնակիչների մի լայն խմբի համար դուք բաց չեք եղել։ Բնակիչների մի մեծ խումբ, ներողություն եմ խնդրում, վիրավորված է նրանով, մի միտքս ավարտեմ, որ թուլանա պարոն Միրզոյան ջան։ Բնակիչների մի մեծ խումբ վիրավորված է նրանով, որ իրանց ասվածը թողվել է անպատասխան։ Իրանց հարգանքը թողվել է անպատասխան։ Շարունակեք։ Ես բացարձակ թույլ տվեք չհամաձայնվել դրա հետ։ Մեր դռները այստեղ միշտ բաց են, որևէ շահառու չի կարող ասել, որ ուզեցել է կամ խմբով։ Ոչ միայն այս խնդրի հետ կապված, արդեն տարից ավել եւ այլն, թե շին հրապարակում, թե մեզ մոտ բացառվում է տենց բան լինի, որ ցանկություն լինի մեր հետ հանդիպելու եւ այդ հանդիպումը չկայանա, այսինքն ես չգիտեմ։ Խոսքը ոչ թե բաց այսին տետատետ հանդիպան մասին, այլ գրություններ գրվել է, ուղարկվել է ձեր պաշտոնական մերին, այդ գրությունների պատասխան չի եղել։ Ինչի է գրվել գրություններ, չեմ կարող ասել, որովհետեւ գրություն գրել չեմ գրել, որ բնականաբար, քանի որ քննարկումներ էր գնում, կոպիտ ասած պատասխան չի եղել, որպեսզի այդ պատասխանը տրվի, հա, ցավոք սրտի այդ պահին, բայց այս պահին ինչ եղել է, չի եղել, էլի եմ ասում, վատ է, որ սենց ձգվել է, թե մեր համար հավատացեք, որովհետև դա մեզ էլ բնականաբար ոչ կոմֆորտ է, ամենաշատ տուժողը մեծ մասով մենք ենք, նաև բնականաբար կիսում ենք բնակիչների անհանգստությունը, բոլորին անհատապես եւ կոլեկտիվ, բայց այդ խնդիրները լուծվել են։ Այս պահին մենք ինչքան քննարկենք, թե նախկինում ինչ ա եղել, ոնց ա եղել, մեծ հաշվով մեզ բան չի տալու, որովհետև կարևորը խնդրի լուծումն է, որին փառք Աստծո հասել ենք, արդեն թղթային տարբերակով, ոչ միայն խոսքի տարբերակով, մենք եկող շաբաթվա սկիզբ ոնց որ ասեցի, այդ օֆիցիալ փաստաթուղթը որ ստանանք, արդեն որը որ սպասում ենք, ընդամենը պրոցեդուրալ, հա, բնականաբար կհանրայնացնենք, տեղյակ կպահենք, այսօրվանից արդեն տևական ժամանակ է մենք գործնական աշխատանքները տանում ենք Գազպրոմի հետ, այսօր եւս ոնց որ նշեցի, էլի հանդիպում ա լինելու մեր մոտ արդեն ոչ թե այնտեղ, արդեն տեխնիկական խնդիրների, լուծումների, աշխատանքների իրականացնելու հետ կապված։ Մենք աշխատանքային ժամանակացույց ենք կազմել վերջիններից հետ եւ այդ գրաֆիկով իրանց նշած այդ 1.5 ամսվա ժամկետում կարելի ասել, նու չասեմ օր, բայց քայլ առ քայլ, որը ինչքան ժամկետ է մեզնից բոլորիցս խլելու կազմած է այդ ամեն ինչը եւ հուսով ենք արդեն դրանից շեղում չլինի, որովհետեւ մեծ հաշվով այնտեղ
որևէ բան էլ չկա արդեն շեղման, այսինքն բոլոր խնդիրները եւ տեսական եւ գործնական փաստացի բոլորիս համար པարզ են, էլի։ Դրանից ավել չեմ կարող։ Ուրեմն քաղաքաշինության կոմիտեի հանդիպումից հետո առաջարկվեց իպատի կառուցապատողի այո փոխհատուցել փաստացի բնակվողների հոսանքի ծախսը, նաև այնտեղ մի շատ կարևոր նկատառում կար։ Առաջարկվեց ներդնել մոնիթորինգի մեխանիզմ։ Մոնիթորինգի մեխանիզմին չի վերաբերյալ թաղամասը գազամատակարարվելու, որ բնակիչը ինքը տեղեկացված լիներ, թե process-ը ինչ փուլում է։ Ու այդ մեխանիզմը չներդրվեց եւ չաշխատեց։ Այդ մեխանիզմը ներդրվել է, ես էլի եմ ասում, ես չգիտեմ մեր վերջին նամակը դուք ստացել եք թե չէ, ենթադրում եմ աշխատակազմով կամ Քաղշին հետո նույն հետադարձ ճանապարհով պետք է ստանանք, բայց մենք պարբերաբար պայմանավորվել ենք Քաղշինին, տենց մի 2 շաբաթ կամ գրաֆիկով ինֆորմացիա տանք, որը արդեն մի 10 օր առաջ ուղարկել ենք վերջիններիս։ Մեկ շաբաթը դա կներեք բան անելու համար, իրանց կներեք, էլի ես է վերջացնեմ։ Դե մի հատ նորից կարակ հարցնեք, ասում եմ նախորդ ուրբաթ օրը այդ գրությունը ուղարկվել է։ Իմ մոտ էլ այդ գրությունները կա, էլի։ Որ մենք ցան ժամերով չլսենք եւ ձեզիվ, դեսա չեք ընդունում, որ այն մասն է, որ չպարզաբանված հարցեր կա, մարդկանց մոտ կուտակված հարցեր։ Ընդունել չընդունելու խնդիր չկա։ Իմ համար առնվազն, գրության մակարդակով որոշ գրության որ չի պատասխանվել, միգուցե, բայց սենց աշխատանքային քննարկումների երբևէ որևէ մեկը չի խուսափել եւ միշտ եղել են։ Հիմա օրինակ, եթե այդ ձեր ասած հարցադրմանը գազի հետ կապած, իմ համար, մեր համար առնվազն ինչ էր տարօրինակ վերջին, որ դեռ անհայտ է, որովհետև իմ նշած այդ 10 օր առաջ ուղարկված գրությամբ հստակ արդեն տեղեկատվություն է տվել եւ ավելին մեզ Գազպրոմի հետ մենք ամեն օր կապի մեջ ենք աշխատանքային, վերջիններս ասում են, որ բազմաթիվ զանգեր են լինում շահառուներից ճշտելու համար, արդյոք իրոք կառուցապատողը դիմումը տվել է, որոնց բնականաբար դրական պատասխան են տալիս։ Այսինքն մեր համար անհասկանալի էր ինչի է այդ հարցը այսօր, որ արդյոք դիմել եք կամ վերջը երբ է լինելու լուծումը։ Դրա համար մեր համար էլ այնց չի, որ տենց հասկանալի է, օրինակ ինչի այսօր կա։ Որտեղ հոկտեմբերին թե նոյեմբերին մենք նույն կառուցապատողից ստացանք ծանուցում, որ արդեն դիմել է, այդ դիմումի, չգիտեմ, նկար, վրենկնիկ դրած դրվեց այդ սոցիալական ցանցում եւ ասեց այլևս կարող եք գալ ով որ բնակվում է դիմել եւ ըստ առաջնահերթության մենք ձեր այդ գազի խնդիրները, չգիտեմ, ներտնային գազամատակարարման խնդիրները կլուծենք։ Դրա համար դրանից անցել է հոկտեմբերից, չգիտեմ, արդեն դուք հաշվեք քանի ամիս եւ ամեն ամիսը մենք լսում ենք, որ 1.5 ամսվա ընթացքում գոնե, չգիտեմ, ժամկետը փոխվի։ Հունվարի 31։ Ահա, հա։ Հետո հունվարի 31 այս հարցը պիտի լուծվի, բայց մինչեւ հիմա դուք գիտեք ինչ վիճակում է։ Հա։ Մինչև հիմա հունվարի 31-ն։ Նախ էլի ասեմ, էլի ինձ տպավորությունը ոնց որ առաջի անգամ մենք հանդիպում ես հարցով, էլի, որը բացարձակապես հեռու է իրականությունից, մենք դրան էլ ենք բարձաբանում տվել։ Ես նորից ասեցի մի փոքր առաջ, պայմանավորվածություն կար, որ ներտնային մոնտաժը զուգահեռ սկսել, բայց ցավոք սրտի ինքը այնքան մեծ եւ հնչեղ բան էր, որ Գազպրոմը ինչ որ մի պահ հետ կանգնեց այդ բանից, ասեց չէ, եկեք հիմնական սնուցման խնդիրը լուծենք, թղթաբանությամբ անցնենք դրան, որին մենք արդեն հասել ենք։ Հիմա, քանի որ ես ժամկետներ հնչեցրեցի եւ արդեն ոչ թե ինչ որ գրագրություն, ինչ որ նախնական, այլ հիմնական գազասպառման համակարգի միացման իրանց պահանջով, ոչ թե մեր պատկերացմամբ, խնդիրը տեղ է եղել։ Մենք պատկերացրել ենք, որ մեր 5 գործող տեղ պայմանով մենք աշխատանքները ավարտին հասցնելու ենք։ Ցավոք սրտի, տենց չստացվեց։ Իրանց նոր պահանջով, նոր կարգից բխող դիմումը ներկայացվել է, այնց ոնց որ Գազպրոմը պահանջում է եւ դրա շրջանակներում արդեն մենք աշխատանքները վերջիններիս հետ իրականացնում ենք։ Կարճ ժամանակ հետո դուք արդեն գործնականում մեր շահառուները տեսնելու են դա։ Անկամ այսօր էլի եմ ասում, կարա 2 հոգի մարդ մնա գա ներկա լինի նույն Գազպրոմի այցելություններին, տեխնիկական եւ այլն, բայց այնտեղ խառնվելու խնդիր չկա, որովհետեւ աշխատանքները արդեն սահուն գնում են առաջ, այնտեղ որևէ բան չկա։ Մենք ոչ թե ինչ որ գալու են ծանոթանալու, դա մենք միջև դիմումն ենք արդեն արել վերջիններիս հետ, շատ շահառուներ տեսել են Գազպրոմի այցելությունները, որ եկել են նախապես ուսումնասիրելու, հիմա արդեն գործնական ընթացքի մեջ է։ Կարճ ժամանակում առարկայական քայլերը երևալու են եւ բաց է լինելու, բոլորն է կտեսնեն դա։ Եթե թույլ տաք, պարոն Միրզոյան, ձեզ պիտի խնդրենք մեր բնակիչներից 2 կամ 3 հոգի մասնակից դարձնեք գազա
սպառման այդ համակարգի աշխատանքների իրականացման process-ը։ Դա ինչ կտա։ Դա կաշխատի մոնիթորինգի մեխանիզմը, որը որ դուք երաշխավորել եք քաղաքաշինության կոմիտեում, եւ բնակիչը ինքը ներգրավված կլինի այդ process-ներում։ Այսինքն դուք հենց նոր առաջարկեցի կարող են գալ մասնակցել։ Ես չասի մասնակցեն, տեսնեն, որ Տեսնեն, այո։ Ահա, այդ մեկ վաղը եւս էլի այլ process կլինի։ Մեր բնակիչներից ով պատրաստ կլինի, ով հասկանում է, ով ժամանակ ունենա, կան ներգրաված լինի, որ կոմունիկացիոն նմանատիպ կոլապս չառաջանա։ տեսեք, մի հատ նորից ասեմ։ Այդ աշխատանքները ի ուրախություն բոլորիս չի իրականացվելու, ասենք Շիրակի մարզում կամ Սյունիքի, մեր թաղամասում է իրականացվելու է, ինչ? Ընդհակառակը շատ եմ սիրում Շիրակը։ Ի նկատի ունեմ, որ հերու չի իրականացվելու, աստե դրանք բաց տեսանելի աշխատանքներ են։ Դուք ես թաղամասում ապրում եք կամ գնում գալիս եք, այդ աշխատանքները, այսինքն ոնց պետք է թաքցնենք, sense փագենք այնտեղ աշխատանք անեն, գնալու եք, գալու եք, նայելու եք, տեսնելու եք, sense տենից։ Այցեղել է, բայց մեր բնակիչներից որևէ մեկը այդ այցը չի տեսել։ 200 բնակիչ կարող եմ ասեմ, որ տեսել է, բայց մի որ ասենք 20 հոգի չի տեսել դա։ Մենք այդ այցելությունը չի եղել նրա համար, որ շահառուն տեսնի, ասում եմ, այդ այցելությունները եղել է իմ ուղեկցությամբ Գազպրոմի 5 խմբի հետ, լիքը շահառուներ են իջել, հարցրել, տեսել, հետո հարցուփորձ արել, ինչ է, ինչ փուլում ենք եւ այլն։ Մի դուք էլ չեք տեսել, ես կոմունիկացիայի խնդիր կա։ Դուք ասում եք աշխատանք կա, բնակիչներից գալի հոտ զանգված ասում է չկա։ Հիմա առաջարկում ենք, եթե աշխատանք կա, աշխատանք արվում է, եթե չեմ կասկածում, չեկեք, տեսեք, նայեք, այդտեղ ոչ մի թաքցնելու բան չկա։ Մի հատ sense բան էլ, եթե աշխատանք կա, Քախշինի պատասխաններին ինչի չի, գրություններին ինչի չի պատասխանվում։ Բոլոր Քախշինի գրություններին պատշաճ ժամկետում պատասխանել ենք։ Հունվարի 30-ին, չէ, ուղված վարչապետին ենք ուղղել, վերահասցեագրվել է Քախշին եւ եկել է, որ օր դեվելոպմենթը մեզ պատասխանել է միայն հունվարի 29-ին։ Իսկ մինչ այդ պիտի մոնիթորինգի խումբ ստեղծվեր եւ 10 օրյա, ճիշտ եմ ասում, այդ ժամանակահատվածը, մեկ շաբաթյա ժամանակահատվածով մեզ տեղեկացվեր ընդհանուր աշխատանքի ընթացքի մասին։ Բնականաբար եղել այն ժամանակ, երբ որ արդեն բան է եղել ասելու։ Եթե մենք դրան նախորդող 2 շաբաթվա ընթացքում պետքա գրենք, որ հələ չունենք նորություն, հեսա հենց լինի կասենք, դա որևէ առարկայական բան չէր տալու։ Այս փուլից սկսած, քանի որ արդեն գործնական փուլ ենք մտել, տեղեկացրել ենք դրա մասին Քախշինին եւ պայմանավորված ժամկետներում մենք բարբերաբար տեղեկատվություն կտրամադրենք արդեն։ Իսկ քանի որ նման բաներ հոկտեմբերից լսում ենք, մենք ինչ երաշխավորություն կարանք ունենանք, որ 1.5 ամսվա ընթացքում դա լինելու է։ Հաստատի կտեսնեք դա բարբերաբար նաեւ աշխատանքների պրոգրեսի ձեր համար նաեւ տեսանելի մակարդակում։ Եվ նաեւ փաստաթղթերի, որոնք բարբերաբար կտրամադրենք։ Պարոն Միրզյան, ասում եք երաշխավորություն չունեմ, բայց էլ եմ ասում, դուք ձեր խոսքում քիչ առաջ նշեցիք 1 ամիս ու կես կամ չգիտեմ ինչ ժամկետ, եթե սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում, դուրսը մեր բնակիչների հոտ զանգված ասեց, սա 4-րդ թե 5-րդ 1.5 ամիսներ։ Ժամկետը 1.5 Հիմա ներողություն եմ խնդրում։ Նմանատիպ անհարմարություններից խուսափելու համար ես անկեղծ եմ ասում, խոսքս ոչ մեկի չի վիրավորում, ուղղակի առհասարակ process-ը շատ վատ process-ը, անհարմար process-ը, բոլորիս համար, այդ թվում իմ եւ բոլորի։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար բնակիչներին մասնակից դարձրենք այս process-ներին, որովհետեւ ասենք մեր հարգարժան մասնագետները եկան, այցելեցին բնակիչներից մեկը գա հետները մասնակցի։ Ինչ քննարկվեցին իմանա։ Telegram ալիքում կանալներ կան, այդ ալիքներում բարբերաբար ինֆորմացիա կստանան, բնակիչը ինքը ինֆորմացիա կլինի, ինչ փուլում է, ամիսու կեսն արժանահավատ չի, 3 ամիս կլինի, 4 ամիս կլինի։ Երբ որ բնակիչը տենա, որ աշխատանք կա, աշխատում ամիսու կեսը դառնում է 2 ամիս, հավատացեք, այս պատկերն ականատես չենք լինի։ Բայց երբ որ աշխատանք լինի ու բնակիչը տեղեկացված չլինի որևէ կերպով, որևէ ձևով, տասնյակ ու հազարավոր sense նմանատիպ ակցիաներ կլինեն, ներողություն, շատ հավանական է նաև ճանապարհներ փակելու process-ում, որովհետև մեր բնակիչները նաև այդ մտադրությունն են ունեցել։ Եթե այտենց ձեր մոտ ընկալում կա, որ ձեր գործողությունների արդյունքում է կառուցապատողը քայլեր անում, կներեք ամենայն հարգանքում, դա բացարձակապես իրականության հետ կապ չունի։ Դուք գործողություն անեք, չանեք, մենք մեր գործողությունները անում ենք։ Եվ եթե այնպես տպավորությունն է, որ դուք այսօր չգայիք այդ ինֆորմացիան չեք ստանալու, այդ ինֆորմացիան երբ եկել եք, մենք տվել ենք։ Ինչի է առժամանակ այդ ինֆորմացիան
ոչ թե խնդիրներ եղել, այլ որոշակի նաև վակուում է եղել ինֆորմացիայի, որովհետև գործնականում չկար դրա լուծումը վերջնական։ Էլի եմ ասում, այս պահին պատկեր է փոխվել, դրա լուծումը կա եւ ամրագրված է։ Սրանից հետո արդեն չի կարող որևէ ձևով էլի այդ վակուումը մնալ որպես այդպեսին, որովհետև քայլերը, գործողությունները, արդյունքները կարճ ժամկետում հստակ են։ Այդ ինֆորմացիան ձեզ կտրամադրվի եւ չգիտեմ, ասենք Գազպրոմն էլ է կողմ այդ գործընթացի, ձեր մասնակցությունը տեխնիկական հարցին ես գիծը ոնց ենք գծում այս խողովակը, ոնց ենք քաշում, մեծ հաշվով էլի որևէ բանի հետ կապ չունի, որովհետև դրա արդյունքը այդ գազատարի մոնտաժն է, որը տեսնելու եք, թե մոնտաժը, թե միացումը եւ այլն։ Դրան էլ եմ ասում, վիզուալ ամեն օր կարող եք տեսնել այդ աշխատանքներին, դրանք որևէ մեկը չէր կարող թաքցնել անգամ մեծ ցանկության դեպքում։ Այդ որ ասում եք ինչի է տենց եղել է, որովհետև լուծումը չի եղել։ Փառք Աստծո, այսօր լուծումը ունենք եւ եթե դուք պատկերացնում եք, ես հավաստիացնում եմ ձեզ, որ շատ մեծ թվով կառուցապատողներ այս ծանր խնդիրների լուծման ճանապարհին պրոստը հետ էին կայնելու։ Մենք չենք հետ կանգնել, մենք ամեն օր գնացել ենք առաջ։ Այս պահին է դրա լուծումը տվել ենք եւ անելու ենք այնց, ոնց որ պետքա եւ այդ գազամատակարարումներ ա լինելու, մնացած ամեն ինչն էլ ա լինելու։ Ուղղակի պետքա մի քիչ խնդիրը մեծ պատկերացնել։ Բոլորի մոտ տպավորություն կամ չգիտեմ, ոչ բոլորի, որ կառուցապատողն է մեղավոր, որ Գազպրոմը գինա թանկացրել, հեծը գինա, բայց դուք պատկերացնում եք կառուցապատող ընկերության համար դա ինչ մեծ բեռ է։ Գոնե ամեն դեպքում ժամկետները այս կոմենկոմ մենք մի քիչ այս կոմենկոմ դանք լուծելով գնում ենք առաջ։ Դա պետքա գոնե մեր կողքը այդ պահով կանգնել։ Արդարացի ակնթումը որ եղել է կոլապս։ Կոլապս եղել է, որտեղ խնդիրներ ա ծանր։ Այսինքն ներողություն եմ խնդրում, մեր բնակիչների խումբը այո ասում է բավական ժամանակ է կոլապս, բավական ժամանակ ունենք խնդիրներ գազի, ձեր դերկումից մեզ վստահեցին որ ֆինանսի խնդրեմ չկա, գումարի խնդրեմ չկա, ամեն ինչ արվում է process-ի մեջ է։ Ուրախ եմ որ դուք խոսեցիք այդ կոլապսի մասին, այդ մեկ։ Երկրորդ ուրախ ենք նաև որ դուք պարտաճանաչեք։ Ես ձեր խոսքի առաջին ասում որ եթե դուք մեկա որևէ բան չանեք, մենք միևնույն անելի ենք։ Շատ ուրախ ենք, հավատացեք, դրա ամենամեծ ուրախություն կիսողը մենք ենք։ Անկեղծորեն եմ ասում։ Պարոն Միրզոյան, ուղղակի մեր մոտ նաև մի սպիսի բան կա, հարց կա, որ ասում է 23 թվականին կամ 22 թվականին Գազպրոմը սակագին փոխեց, սակագին բարձրացրեց։ Էլի մեր բնակիչների դուք սա երկրորդ անգամ եք նշում, այն առաջին անգամ նշելու ժամանակ մեր բնակիչներից էլի մարդիկ ասում էին, բայց դուք միջև այդ բարձրացնելը պիտի արդեն շենքերը հանձնած լինեիք։ Այո։ Ժամկետը խախտում։ Դուք նաև նշեցիք COVID-ի պատերազմի այդ դետալ այդ հանգամանքը մեր բնակիչների զգալի մաս իրանց WhatsApp-ներով հետ գնացին պայմանագրի ամսաթվերը նայեցին որ դրանից հետո էին ոչ թե առաջ պայմանագիր կնքելուց եք ասում կառուցապատումը սկսել է 19 թվականից ամենայն հարգանք բայց բնակիչը կառուցապատման process-ին մասնակից լինում իր պայմանագրով ու պայմանագրի ֆիքսա ժամկետով եւ այսինքն եթե շինարարության process-ի երկը ձգձգման պատճառները ես հերթով ասել եմ չէ Պայծառը բնակչին չի տախշում, ես ես պարզացնեմ։ Բնակիչը տենում է 20 թիվ դեկտեմբեր կնքված է պայմանագիր ավարտը 23 թիվ, կարող կնքվել 24 թիվ ավարտը։ Բնակիչն է ասում, պարոն Միրզոյան։ Պայմանագրով նշված է, որ եթե հիմնավոր պատճառներով շինարարությունը երկարաձգվում է, շինարարության թույլտվության երկարաձգման ժամկետով ոչ պայմանագրի հանձնման ժամկետը երկարում է, որը եւ տեղի է ունեցել։ Եթե պայմանագրերին այդպես լավ ծանոթ եք, այդ մասն է կարող եք ծանոթանալ, կներեք էլի։ Ես միշտ մեր քննարկումների ժամանակ եմ ասել, որ շատ վատ է, երբ որ հնչում է այդպես կարծիք, որ բնակչին բացարձակապես հետաքրքիր չի։ Այդպես չպետք է լինի, որովհետեւ այդ նույն կարգերը եւ վճարների սամ չափերը, որ փոխվում է, դա ուղիղ ձևով կարող անդրադառնա բնակչի վրա, որովհետեւ մենք շատ հանգիստ կամ անհանգիստ կարող ենք ասել լավ եղբայր, ասենք ինչքան կարելի է։ Մենք չենք կարող էլի երկնքից sense փողեր փոկել եւ բերել դնել անես բաների մեջ, որը ոչ հաշվարկված է եղել, որն էլ հաշվարկային եկամտից էլ է դուրս։ Այսօր շատ խիստ կասկածելի է ընդհանրապես այս բիզնեսը կառուցապատման ու դա շատ կառուցապատողներ են ասում էլի, արդյոք ընդհանրապես իմաստ ունի անել թե չէ, որովհետեւ ցավոք սրտի շատ կողմերից է կպել, հա, թե շինարարական թույլտվություններ, թե դրանց երկարացման վճարներ, թե էներգետիկ համակարգերին միանալու վճարներ, թե գույքահարկերի չափեր, սրանք sense գումարում եք իրար բոլոր կողմերից, այստեղ կառուցապատող sense կծկվում է եւ ցավոք սրտի գալիս է այն վիճակին, որին արդեն շատերն են գնում։ Մենք Փառք Աստծո вообще չենք ինչ այդ թվում, այո։ Մենք ընդհակառակը փորձում ենք սա քանդելով գնալ եւ որ չհայտնվենք այդ վիճակում, որովհետեւ կնախաձեռնեք հաջորդ շինարարությունը։ Արդեն
նախ մեծ շինարարություններ անելը այս բանը շատ ռիսկային է, որպես կառուցապատող ասեմ, կետային շինարարություններ ունենք, բայց ցավոք սրտի, քանի որ ռիսկերն են շատացել, շատերին հետաքրքրում է այս պայմաններում ինչի անշարժ գույքին, ու գլոբալ իմաստով եմ ասում, սա մեր հետ կապ չունի, ինչի անշարժ գույքի գները չի իջնում, հա, որտեղից իջնի, երբ որ շինարարական ինքնարժեքը այսքան էր, հիմա դարձել է այսքան, որովհետև այսքան վճարներ, տուրքեր եւ այլն եւ այլն։ Դրա համար է, որ շատերին ի տարբերություն շատ տարիներ առաջ, որ մտածում էին գերշահույթ կա կառուցապատման մեջ, հիմա դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, ռիսկերն էլ են շատ, իհարկե պետությունը քայլեր անում է բալանսավորելու համար, այդ փոփոխությունից շատերը ի օգուտ նաև շահառու են, օրինակ հատուկ հաշիվների բաց թողումների սահմանափակումներ մտցրեց, բայց դա բիզնես պրոցես է, չէ՞, կառուցապատողը, որ իր ծրագիրը սկսում է, ինքը պլանավորում է իր մուտքերը եւ այլն։ Այսօր այդ մասով է սահմանափակում կա։ Այո, դա շահառուի համար լավ է, բայց կառուցապատողի համար իր հաշվարկային մուտքերից կտրուկ շեղումները, ամեն ինչը բարդացրել է իրավիճակը։ Դրա համար ռիսկերն էլ են շատացել, ինքնարժեքներն էլ են բարձրացել, դրա համար էլ շուկան այսօր այն վիճակում է, ոնց որ կա։ Մենք պահանջում ենք ժամկետներ, բայց չէ որ երբ որ կառուցապատողը ստանում է շահառուից գումար, այսինքն մենք տարի 3-4 փուլերով այդ գումարը վճարում ենք, չէ՞, այս շահառուն բարեխիղճ ժամկետներում իր վճարումները կատարում է։ Այսինքն շահառուի Խոսքը դրա մասին է, երբ որ փոփոխություններ ալի։ Այսինքն, եթե այլ հավասար պայմաններում ոչ մի բան չներ, իհարկե դուք ճիշտ եք։ Դա կառուցապատողը ցանկացած ծրագիր կազմելիս ինչ անում։ Առաջինը, չէ, երբ որ դնում է ծրագրի նպատակադրում, արդյունքներ ադրում, ի՞նչն է նաև հաշվի առնում։ Ռիսկերը։ Պետությունը, հա, ռիսկեր, որ պետությունը 10 անգամ էներգիայի ծախսը ավելացնելու, 1000 անգամ Չէ, այդ ժամկետի հետ բնավ կապ չունի, ներողություն։ Լավ, եկեք մի հատ որ թյուրիմացություն փոխում, որ թյուրիմացություն չլինի, տեսեք։ Էլեկտրաէներգիայի գումարը երբ է թանկացվել։ Որ խնդրեմ 22 թվականին։ Չէ, 24 թվականի հունվարից է թանկացել բաժանորդարկումը։ Մեր պայմանագրով 23 թվականի որոշումները ուժի մեջ չմտել։ 24 թվականի հունվարից, չէ։ Համալիրը պետք է շահագործման հանձնվեր 23 թվականի դեկտեմբերին, չէ։ 24 թվականից պետությունը սակայն փոխել է։ Ճիշտ է։ 24 թվականի հունվարից է մտել ուժի մեջ։ Հիմա մենք ասենք ինչով ենք մեղավոր, կամ ասենք նույն պետությունը, որ դու ժամանակին այդ մինչև 24 թվականը 23-ին դու պետք է հանձնես լինեիր։ Այսինքն տրամաբանորեն դու դրանից մի քանի ամիս առաջ արդեն պետք է ունենայիք էլեկտրաէներգիայի մատակարարում, պետք է միացած լիներ, չէ։ Այսինքն դու ժամկետ եք խախտել ու փաստացի դրա արդյունքում ձեր կազմակերպությունը եւս էլի մի հատ ֆինանսական մի հատ շինարարություն ասել, որ սահմանված ժամկետում ավարտվել է։ Տեսեք, շինարարությունը շատ խնդիրներ ունի, եւ եթե անդրադառնանք ինչի է տենց եղել ընդհանրապես այդ պայմանագրերը եւ համեմատենք այսօրվա հետ, այդտեղ էլ པարզ կլինի։ Ժամանակին քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունները տրամադրվում էին առավելագույնը 3 տարի ժամկետով։ Վերջին տարիներին դա կարգավորվել է եւ այնտես ռիսկայնության աստիճանի օբյեկտները դասակարգված են կառավարության որոշմամբ եւ տրվում են այն ժամկետով, ինչ ժամկետով, որ հաշվարկված է նորմատիվ ակտերով։ Օրինակի համար բերեմ մեր երրորդ փուլը որ կա, հա, երրորդ փուլը համարժեք ծավալի շինարարությունն է, հաշվարկված է 5 տարի։ Շինթույլտվությունն էլ է ստացված եղել 5 տարով։ Այսինքն մենք ի սկզբանե 3 տարին ավել ժամկետ չենք էլ ունեցել, որ դրանից ավելի ժամկետից դուրս պայմանագրեր կնքել ուղղակի հնարավոր չի եղել։ Եթե արմատական խնդրին գնանք եւ անկեղծ լինենք, դա է եղել պատճառը, բայց այդտեղ պետք չի արդարացնել էս անել են անել։ Հսկայական շինարարությունը Հայաստանում sense մեծ շինարարությունների կարելի ասել որպես մեկ փուլով հանձնվող մեծ թաղամասը առաջինն է, որպես այդպեսին։ Բոլորը շենք են սարքվել, նույն մեր հարգարժան գործընկերների կողմից կառուցվող երազ թաղամասը կամ այլ ծրագրեր, դրանք փուլ են հանձնվել։ Մեր մոտ ծավալը շատ մեծ է։ Այդ ռիսկերը ինչքան էլ հաշվես, բան չես էլի, այսինքն եթե դրա փորձը երկրում չկա, բարդ է ռիսկերը 100%-ով հաշվել, բայց մենք այսօր չենք խոսում ծրագրի պրավալի մասին, պրծել ենք, հիմա նստած մտածում ենք ինչ անենք, էլի, այսինքն անհույս ձևի։ Հիմա վերջին փուլին ենք հասել, մի փոքր էլ համբերություն, գործնականում, փաստերով, այս մոտակա օրերից սկսած կտեսնեք այդ ամեն ինչը նոր արդեն մնացածը པարզ կլինի։ Մենք համբերություն, մենք ասում ենք լավ համբերենք, բայց մեզ մասնակից դարձեք, հրաժարվում եք։ Բնակ հրաժարվում, ասում եք ուզում եք տեսնել, ասում եմ եկեք տեսեք, թուղթ եք ուզում, ասում ենք շաբաթական կներկայացնենք, եթե չանենք։ Ներողություն, արեք շարունակենք, ուզում եք տեսնենք, այո, արեք տեսնենք, արեք այդտեղից մեզ ելակետ վերցնենք, այո, ուզում ենք տեսնենք, երբ կանք տեսնենք։ Ինչը տեսնենք։
Գազամատակարարման աշխատանքները որ փուլում են, ինչ փուլում են։ Երբ որ մեկնարկի դուք ուզեք չուզեք դա տեսնելու եք։ Այսինքն ձեր կողմից մեծ ծանոթություն կլինի, որ մենք տեսնենք։ Կլինի, այո, անպայման կլինի։ Շնորհակալություն, ուրեմն ժողովուրդ ջան, այն մոնիթորինգի մեխանիզմը եթե առաջ գնա աշխատում է։ Ուղղակի մի բան էլ էլի ասեմ, ճիշտն ասած, ես հիմա ձեզ հարկված եմ հավատալու, անկեղծ, երբ որ մարդու հետ զրուցում ես, հարց ես տալիս, պատասխան ես տանում, միանշանակ ստանում ես դրան հավատալու, վստահելու ակնկալիքով։ Ուղղակի գիտեք ինչն է խնդիրը, երբ որ կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ է, մենք այստեղ ներքևը առաջին կոմերցիոն հատվածում հիշում եք, հանդիպում ունեցանք։ Բավականին բազմաթիվ էին մարդիկ, մոտ երկնակի երակի անդամ ավելի շատ մարդիկ էին հավաքված, այդ նույն խնդրով մտահոգված։ Ինչ ասեցիք? Ասեցիք ժողովուրդ ջան, խնդրում եմ, ինձ ժամանակ տվեք մինչև 4 շաբթի, 5 շաբթի օրը։ Մենք Գազպրոմի հետ պայմանավորվածություն ունենք, մենք այդ հարցը քննարկենք ու ձեզ արդեն գրավոր, ձեզ Telegram կանալում կդնենք, Facebook-յան էջում կդնենք, ու դուք տեղյակ լինեք գործընթացից, հա։ Դրանից հետո ձեզ հետ պարզապես կապ հաստատելը, շնորհակալություն։ Ձեզ հետ կապ հաստատել, կոնկրետ ձեզ հետ։ Տեսեք, կոնկրետ ձեզ հետ, պարոն Արաքելյանի հետ միշտ եղել է հանդիպում, միշտ։ Երբ ուզեցել են պատրաստական հանդիպել է մեզ հետ։ Տեսեք, դրանից հետո մենք սպասեցինք ողջամիտ ժամկետները, սպասեցինք լավ, թողուր փաթոները ասի, 2 շաբթի օրներ, գրավոր դիմումներ։ Մենք ձեզանից պատասխան չենք ստացել։ Հիմա դուք ասում եք արդեն մյուս շաբաթ մենք արդեն գրավոր պատասխանը ներկայացրել ենք Խախշինին, իրանցից կստանաք, կտեսնեք, մի քանի օրից Գազպրոմից կստանանք, մեր Telegram-յան կանալու մեկը դնենք, դուք հենց հիմա կարող եք զանգ, չէ, այսօր շաբաթ է, չեն աշխատում, զանգեք Գազպրոմ ինֆորմացիան ճշտեք գործընթացի ընթացքի վերաբերյալ մեր կողմից ներկայացրած թղթերի, այդ թվում նաև այն ամբողջ փաթեթը, որ պահանջել են, ոչ միայն դիմումը, ամբողջը ներկայացված է, իրանք այս բանը մեզնից էլ որևէ ակնկալիք չունեն, սպասում ենք թղթին։ Իմ այդ հանդիպման այդ ընթացքը ինչի տենց եղա, որովհետև եթե անկեղծ եք ուզում, ես ուղիղ իմաստով գազամատակարարման համակարգի հետ ես որպես անձի նկատի չունեմ ընկերությունը, ինֆորմացիա եմ փոխանցել ձեզ։ Ես ինքս չեմ զբաղվել դրանով, որպես մասնագետ, որը գազի ուղիղ էլի նկատեմ, մի տարբերություն հիմիկվա, հա, եթե անձի հետ եք պայմանավորվում հարցադրում ել, չէ դուք անձով եք ասում, շատ լավ, ես հիշում եք ինչ ասեցի, մի քանի ճշտելու բան կա, հասկանան, ցավոք սրտի այդ ճշտելու արդյունքում կներեք էլի, Կարելի էր ասել, պարզապես մեր ճշտումը չստացվեց, ինֆորմացիա չստացան, կարելի էր, չի ասել, մեր դոկտորներ մարդիկ։ Հիմա ստացաք ձեր հարցերի պատասխանները։ Մենք այս պատասխանը քանի անգամ ստացել ենք արդեն։ Ստանանք, երբ որ արդյունքը տեսնենք։